Կարծել եմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում իմ կատարած գործունեության համար ինձ պետք է շնորհակալություն հայտնեն, դուք ասեցիք մեդալ տան։ Մեդալի ու շնորհակալության փոխարեն ՔՊ-ն թիմակցին խիստ նկատողություն տվեց, 2 անգամ բողոքարկելուց հետո էլ չընդգրկեց նախընտրական ցուցակում։ Անցած շաբաթ էլ վարչապետը կոնկրետ մեղադրանք հնչեցրեց թիմակցի վերաբերյալ եւ ակնարկեց կոռուպցիոն գործարքների մեջ ներգրաված լինելու մասին։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունում նախ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, դրան հետևել են իրավական ընթացակարգեր եւ այդ պատմությունը ընդհանրապես մի բանի մասին է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր գործողությունները եւ կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժելու։ Ես չեմ ցանկանում, որպեսզի ստեղծվի հերրակա բանավեճի տպավորություն, երբ ես փորձեմ անդրադառնալ կամ մեկնաբանեմ վարչապետի մտքերը։ ԿՊԱ-ական պատգամավորն ասում է, չգիտի կոռուպցիոն ինչ գործողությունների մասին է խոսել վարչապետը, ինքն այս մասին մամուլից է իմացել, իսկ որևէ քրեական գործով չի անցնում։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում որևէ քննարկման ժամանակ համենայն դեպս իմ ներկայությամբ որևէ մեկ ինձ չի մեղադրել կոռուպցիոն որևէ սխեմայի կամ գործարքի կամ երևույթի մեջ, ըստ մամուլի հրապարակումների իհարկե, որոշ վարչության անդամներ իմ բացակայությամբ ինձ մեղադրել են որևէ կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն ինչ-որ գործերի մեջ։ Նշեմ, եթե այդպիսի բան եղել է, դա քաղաքացիական պայմանագրի կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է։ Հայկ Սարգսյանի անունը շոշափվել է նախկին ԿՊԱ-ական Հովիկ Աղազարյանի ոչխարների արտահանման գործով նիստի ժամանակ։ Ըստ քրեական գործի Աղազարյանը մեղադրվում է մի քանի $100,000 դիմաց կեղծ փաստաթղթերով Արաբական Միացյալ Էմիրություններ ոչխար արտահանելու գործին միջնորդելու համար։ Դատարանում հրապարակված գաղտնալսված հեռախոսային զրույցներում ներգրավված քաղաքացիներից մեկը Հայկ Սարգսյանի անունն է տալիս, բայց մականունով։ Սարգսյանը սուտ ու կեղծ է համարում ոչխարների արտահանման գործին իր առնչությունը, ասում է այդ մասին նույնպես մամուլից է տեղեկացել։ Հնարավոր է այդ մարդիկ խոսակցության ընթացքում, գաղտնալսման ընթացքում տասնյակ կամ հարյուրավոր անձանց անուններ տան խոսակցության ընթացքում։ Խոսեն պատգամավորներից, դատախազներից, քննիչներից, այլ անձանցից, բիզնեսմեններից։ Դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործում։ Պատգամավորը չի կարծում, որ վարչապետն իրեն է նկատի ունեցել, երբ ասել է, որ չեն հանդուրժելու անգամ թիմակիցների ոչ կանոնավոր ու կոռուպցիոն խնդրահարույց գործողությունները։ Ասում է, եթե իրեն վերաբերեր, կլիներ գործողություններ ու կոնկրետ գործ։ Ես ազգային ժողովի պատգամավոր եմ, եթե իմ նկատմամբ որևէ գործ լինի, դա պետք է լինի հրապարակային, դրա մասին պետք է իմանան ազգային ժողովը եւ բոլորը, եւ հանրությունը, եւ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։ Այսինքն դա պետք է քննարկվի նաեւ